Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հայրապետական մեկօրյա այցով մեկնել է Շվեյցարիա, տեղեկությունը հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Այնուհետև նա երկօրյա այցով կլինի Մարսելում, ըստ հաղորդագրության կաթողիկոսին ուղեկցում են Գարեգինակրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահեն Զայրագույն վարդապետ Անանյանը եւ վեհափառ վայրապետի հանձնակատար Գրիգոր Աբեղամինասյանը։ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Թադե Քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել, տեղեկությունը հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի որոշման համար հիմք է հանդիսացել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Ըստ հիմնավորումների Թադե Քահանան վարկաբեկել է հայ առաքելական եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ։ Մեր ձևով շարժումը ստորագրահավաք է սկսում պահանջել վիճեցնել էլեկտրաէներգիայի սակագին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է շարժման փաստաբանական խմբի անդամ Գոհար Մելոյանը։ Հոկտեմբերի 30-ին Տաշիր կապիտալ ընկերության կողմից կրկին մուտքը գրվեց հոսանքի սակագինը իջեցնելու պահանջը։ Այդ ժամանակ ազարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում ՀՑԿՀ-ի նկատմամբ, որպեսզի հոսանքի սակագնի իջեցման հիմնավորված եւ արդարացի պահանջը տեղի ունենա։ Այսօր դեկտեմբերի 3-ն է, բայց մինչ օրս ՀՑԿՀ-ն դիմումը անպատասխան է թողել։ Հետևաբար մեկնարկում ենք համապատասխան ստորագրահավաք հանրագրի տեսքով, ասել է Մելոյանը։